Չեղավ, Անիտա, դու պետք է ուժեղ լինես։ 2 ամիս անցել է, բայց ես նույնիսկ նույն բանն եմ ապրում, Ալբերտ։ Ույց հիշեցի, ոնց եկան Մարկի համար ասացին։ Անիտա, դատական պրոցեսը կարող է շատ երկար տևել, ու Մարկի սպանության հետ հազարավոր մանրամասներ ու փաստեր կարող են բացահայտվել։ Եթե դու հիմիկվանից քեզ այսպես պահես, չես դիմանա։ Ալբերտ, իրոք ինձ թվում է չեմ դիմանա։ Դու կոտրվելու իրավունք չունես։ Եթե ամեն դատական նիստից առաջ քեզ այսպես տանջես, մինչև վերջ հաստատ չես դիմանել։ Գիտեմ, Ալբերտ, գիտեմ։ Այսօր Արփին էլ պետք է վկայություն տա։ Իրեն համար էլ շատ դժվար կլինի։ Շատ դժվար։ Ոնց եմ ես ուզում այդ Արամին բանտում փակեն։ Սեփական ձեռքերով կսպանեի դրան։ Անիտա, զգացմունքներին պետք չի տեղի տալ։ Դրանք լավ բանի չեն հանգեցնի։ Բայց իրոք ինձ թվում է չեմ դիմանա կպայթեմ, Ալբերտ։ Մարկի սպանողին որ տեսնեմ չեմ դիմանա։ Գիտես ինչ։ Մտքովդ չի ացել, որ կարող է և Արամը չի սպանել։ Ինչ։ Ասում եմ կարող է և Արամը չի սպանել Մարկին։ Ես վստահ եմ, որ Արամն է սպանել։ Հիմա մենք ինչ-որ փաստերի հիման վրա ենք նրան մեղադրում։ Ոնց ինչ-որ բաներ կա, որ ուրիշ կերպ է։ Դու մի կարծի, որ ինձ համար շատ հեշտ է, ինձ համար էլ շատ դժվար է, բայց ես ինձ պահում եմ։ Բայց եթե մի փոքր հավանականություն կա, որ նա չի արել։ Նա է արել։ Անիտա ջան, դատարան նրան դեռ մեղավոր չի ճանաչել, ու մենք պիտի սպասենք դատի ավարտին, հետո եզրակացություններ կանենք։ Ինչ էր քեզ Արփին ասել, որ միտքդ փոխել ես։ Արփի հետ մենք Արամի մասին չենք խոսել։ Ես առնում են ստանը շատ քիչ եմ մնացել, չենք էլ հասցնի խոսել։ Դու Արփին ինձ մենակ եք թողնում, հա։ Չեմ հասկանում։ Մի բան հաստատ իմացիր։ Ես էլ, ինչպես դու, ուզում եմ, որ Մարկին սպանողը պատժվի, ու ամեն ինչ կանեմ դրա համար։ Հուսամ, Ալբերտ, հուսամ։ Հուսա։ Դու գիտես, որ ժամը 11-ին է դատը, ու մենք ուշանում ենք։ Լավ չեմ առնա։ Իսկ հիմա քեզ ինչ ա եղել, ինչ տա վատ։ Չգիտեմ, ուղղակի լավ չեմ։ Թվում է ես չեմ կարող հիմա մեքենա նստել։ Դու հողի ես, ու դա շատ նորմալ է, բայց դա չի նշանակում, որ քո պատճառով դատը պիտի հետաձգեն։ Առնո, խնդրում եմ մի քիչ սպասի։ Ես մեծ հաճույքով քեզ կսպասեմ, բայց դատավորը հաստատ չի սպասի։ Ես դու կարող ես դիտավորել ես վատանում դատարան գնալուց առաջ։ Առնո, ինչ ես խոսում։ Դու ինչ ուզում ես արա, դու պիտի գաս դատարան, այդ անխոսափելի է, այդ քո պարտքն է Մարկի առաջ, ու դու պիտի վկայություն տաս այդ լակոտի դեմ,
Այդ վերջին բանն է, որ դու կարաս անես Մարկի համար։ Թե սկսել ես կասկածել։ Տեսածներիդ ու լսածներիդ վրա։ Չէ, Առնո։ Չեմ կասկածում։ Դե ուրեմն վերկաց ու արագացրու։ Վերկաց։ Գնացինք, պապ։ Հա տղես, էսա կշարժվենք։ Արագ, պա, արագ, շանում եք։ Հեսա վկայի հետ կգա, որդորը մի լուծում գտել է։ Արփին ուրա գա։ Չգիտեմ, բայց կգա։ Անիտա, հանգստացի։ Գիտեմ ինչ ես մտածում, բայց հանգիստ։ Հա։ Չեմ պատկերացնում ոնց է այսքանից հետո կանգնելու ու նայելու աչքերիս մեջ։ Իսկ Արտուրն ուր է։ Գնացել է վկայի հետևից։ Բայց մինչև հիմա ստեղ պետք է լիներ արդեն։ Վատ ես գոնք ես։ Հա։ Հիմա ամեն ինչ կտայր չէ, որ ստեղից փախնեից շատ հեռու։ Պատրաստ ես նույնիսկ աղբորդ հիշատակը մոռանաս մենակ թե Արամի դեմ վկայություն չտաս։ Զգում ես, թե ինչ բան է դավաճանություն։ Դավաճանության համար շատ թանկ են վճարում։
այնքան թանկ են վճարում, որ ես վստահ եմ, որ էլի երբեք sense բան չես անում։ Կոտքի, դատարանն է գալիս։ Կարող եք նստել։ Տասը րոպե առնա։ Ինձ 10 րոպե տուր։ Մենք մի ժամ ստեղ ենք, իսկ դատը վաղուց արդեն սկսվել է։ Առնա, ես ընդամենը 10 րոպե եմ քեզնից ուզում, խնդրում եմ։ Ներս հրավիրեք վկա Սոնա Հակոբյանին։ Ես Սոնա Հակոբյանն եմ։ Սոնա Հակոբյան, կեղծ ցուցմունք տալու դեպքում կենթարկվեք քրեական պատասխանատվության։ Եթե համաձայն եք, մոտեցեք ստորագրեք։ Սոնա, դեպքի օրը դուք եղել եք մեղադրյալ Արամ Ավետիսյանի հետ, ճիշտ է։ Հա։ Իսկ երբ Արամ Ավետիսյանը դուրս եկել ձեր տանից։ Ժամին չեմ նայել։ Բայց երբ որ Արամը եկավ, առավոտ էր։ Ու երկար չի մնացել, մի 20 րոպե։ Իսկ ինչի մասին եք խոսել։ Մտածեցի եկել է մեր հարաբերությունների ու հետագա անելիքների մասին խոսելու։ Բայց այդ ամենը շատ կարճ տևեց։ Ինքը շատ էր շտապում։ Ուղղակի ասաց, որ մենք չենք կարող միասին լինել։ Որ ինքը ինձ չի սիրում ու գնաց։ Իսկ իմ պաշտպանյանն ասում է, որ 2 անգամ է եղել ձեր տանը։ Իսկ վերջին այցի ժամանակ վնասել է ձեռքը, որովհետև դուռը փակվել ու չէր բացվում։ Չէ, տենց բան չի եղել։ Ուզում եք ասել, որ Արամը 2-րդ անգամ ձեր տուն չի եկել։ Չի եկել։ Հարցս էլ է տանը եղել, կարող է ապացուցել իմ խոսքերը։ Ես էլ հարցեր չունեմ։ Ինչ հարաբերություններ եք ունեցել Արամի հետ։ Սկզբում մտերիմ հարաբերություններ։ Մինչև այն ժամանակ, երբ որ սկսեց խուսափել ինձանից։ Ու հասկացա, որ պատճառը իր նախկին սիրած աղջկա հետ միանալն էր։ Ճիշտ է, որ Արամը եկել է ձեր տան մոտ ու սպառնացել է, որ փոխեք ցուցմունքները։ Հա։ Ինչ բարահանդես։ Լավ, ես էլ հարցեր չունեմ։ Հիմա խնդրում եմ լսենք Նելիին, որը կհաստատի Սոնայի ասածները։ Վերոհիշյալ օրը քանի անգամ է Արամը եկել ձեր տուն։ Մեկ անգամ։ Ձեր տան կողպեկը խնդիրներ ունեցել է։ Ոչ։ Դուռը չի փակվել, Արամը չի փորձել բացել եւ ձեռքը չի վնասել։ Ոչ, նման բան չի եղել։ Արամի հեռախոսահամարի ամսական հաշվետվությունը ցույց է տալիս, որ Արամը ձեր տանից դուրս գալուց հետո
զանգ է ստացել ձեր հեռախոսահամարից։ Ու ձեր խոսակցությունը տվել է 30 վայրկյան։ Ինչ եք խոսացել։ Հա, ես ասացի, որ ոնց չես ամաչում այդ երեխու հետ այդպես ինչ ես վարվել։ Եթե հայր չունի ու եղբայր չունի, չի նշանակում, որ պետք էր օգտագործել ու դեն նետել։ Լավ, ես էլ հարցեր չունեմ։ Ասա։ Ուր ես։ Գալիս եմ ա։ Լավ, սպասում եմ քեզ պայմանավորված տեղում։ Բայց վախենում եմ մի քիչ։ Վախենալու բան չկա, արի։ Ես քեզ խոստացել եմ։ Վաղուց եք ճանաչում Մեղադրյալին։ Մի քանի տարի։ Ինչ հարաբերությունների մեջ ա եղել Արամը ձեր դստեր հետ։ Մինչև ամուսնանալը նրանք հանդիպել են իրար հետ։ Իսկ ամուսնությունից հետո դեպքի օրը Արփին գնացել էր Արամի հետ։ Երբ դուք իմացաք այդ մասին։ Երբ Մարկը արդեն չկար։ Արփին վերադարձավ ու պատմեցում հետեր եւ որտեղ։ Ես էլ ոչինչ չգիտեմ։ Մնացածը այստեղ եմ իմացել։ Ես վերջացրեցի։ Վերցնում օրերը։ Դուք Մարկին տեսել եք դեպքի օրը։ Պատմեք, ինչ գիտեք դեպքի մասին։ Հա, ես տանն էի։ Արամը առավոտ տանից դուրս եկավ գնաց որ Սոնային տեսնի, ասի որ չեն կարող ամուսնանալ։ Ինչի պիտի ամուսնանայի։ Չէ, այդ Սոնան նման հույսեր ուներ։ Արամը երբեք Սոնային նման բան չէր խոստացել։ Լավ, շարունակիր։ Դե Արամը Սոնայի հետ խոսելուց հետո պետք է Արփի հետ քաղաքից դուրս գնար։ Այդ ժամանակ ես բակում էի, երբ Մարկը եկավ, շատ էր տաքացած։ Արամին էր փնտրում։ Ես ասացի, որ տանը չի, բայց չէր հավատում։ Ու այդ ժամանակ էր, որ Արամի մեքենան մոտեցավ մեր դարպասին։ Մարկը վազեց դեպի մեքենան, ես էլ սրանով միջև հասավ դարպասի մոտ արդեն չկային։ Ես զարմացա, Արամին չի է հետ եկել, ինքը արդեն պետք է Արփի հետ քաղաքից դուրս լիներ։ Երբ Մեղադրյալի մեքենան եղել է իր առանձնատան մոտ, այդ ընթացքում Արամը տաքսիով գնացել է Արփիի ետևից, որ մեկն են քաղաքից, եւ մի հետաքրքիր զուգատիպություն։ Իրենց տեղափոխող տաքսու վարորդը դեպքի հաջորդ օրը մեկնում է Հայաստանից, ու մինչև հիմա չեմ կարող կապնվել հետը։ Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Խնդրում ենք փորձել։ Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Խնդրում ենք փորձել։ Չէ, ինչի անհասանելի։ Որ ինքն էր ասում ուշացա։
պնդում եք, որ երկրորդ անգամ վերադարձել եք Սոնայի տուն։ Պատմեք։ Ես ահավոր շտապում էի։ Արփի ձեռքին հեռախոս չկար, որ զանգի զգուշացնի, ու ես դուրս եկա տանից, ճանապարհին ինձ Նելին զանգեց, ասաց, որ Սոնան վատացել է։ Ես էլ ստիպված հետ գնացի։ Իսկ ինչու շտապ օգնություն չզանգեցիք։ Չգիտեմ, երևի ինձ վատ զգացի։ Մտածեցի, որ ինչ-որ կերպ կարող եմ օգնել։ Հետո Սոնան ուշքի եկավ, ես փորձեցի տանից դուրս գալ, բայց կողպեքը վնասվել էր։ Ես գործիքներ ուզեցի, որ կոտրեմ կողպեքը, ու այդ ընթացքում ինձ զանգել է իմ ընկերը Արտուրը։ Ես քանի որ շատ զբաղված եմ եղել, չեմ խոսել, բայց չեմ էլ նկատել, թե ոնց հեռախոսս չեմ անջատել, ու ինքը լսել է, թե ոնց եմ ես Նելիից գործիք ուզում, ով էլ այդ ժամանակ ասել է, որ այս կողպեքը էլի խնդիրներ ունեցել է։ Մենք դեռ կլսենք իհարկե ձեր ընկերոջը։ Դուք շարունակեք։ Ես կոտրեցի կողպեքը, ու այդ ընթացքում ձեռս վնասեցի, իջա ներքև տեսա մեքենաս չկար։ Հավանաբար գողացել էին։ Նստեցի տաքսի ու գնացի Արփի հետևից։ Ոստիկանություն չհայտնեցիք, որ գողացել են ձեր մեքենան։ Չէ, չհայտնեցի։ Տարօրինակը։ Ինչու՞։ Չուզեցի ժամանակ ծախսեմ։ Մտածեցի հետո կհայտնեմ։ Դավիթ, ուր է Արթուրը։ Ինքը ամենակարևոր վկանա ու ուշանում է։ Չգիտեմ, հեսա մի հատ էլ կզանգեմ։ Այ։ Ես առաջարկում եմ լսել Արփին։ Ես Արփի Ավագյանն եմ։ Մարկն ու Արամը իրար վաղուց էին ճանաչում։ Արփի, քեզ լավ ես զգում։ Հա, լավ եմ։ Պատմի Մարկի ու Արամի հարաբերությունների մասին։ Սկսի։ Այն ժամանակ Մարկը Արամին չէր ճանաչում։ Երբ։ Երբ ես ու Արամը նորից սկսեցինք խոսել։ Մարկը մեր խոսակցություններ լսել ու ինքը դեմ էր մեր հարաբերություններին։ Ինձ ասում էր, որ ես հեռու մնամ Արամից։ Չոր տեղից Արամի հասցեն իմացել էր ու գնացել էր իրանց տուն։ Ու իջել էին։ Հետո։ Ես Արամին ասեցի, որ Մարկին հանգիստ վերաբերվի, որովհետև գիտեի, որ Մարկը տաքարյուն է։ Հետո իմացել էի, որ Մարկի սպանության նախորդ գիշերը Մարկը զանգել էր Արամին ու ասել էր, որ ինձնից հեռու մնա։ Ու նորից վիճել էին։
Ես ուզում եմ, որ մի քանի րոպե լսեք ինձ։ Լսում եմ։ Իմ տղան մեղավոր չի։ Հասկանում եմ։ Բոլորն էլ իրենց երեխաներին ուզում են արդարացնել, որովհետև իրենց երեխան է։ Ու իրենց համար երեխա է։ Չէ։ Ուղղակի դուք Արամը չեք ճանաչում։ Արամինը որ ճանաչում է, գիտի, որ ինքը ընդունակ չէր մարդ սպանել։ Ուղղակի ինձ սարկած, որ տղես չի կարում իր անմեղությունը հապացուցի։ Իսկ երբ կորցնում ես այդ երեխային, ամբողջ աշխարհն է մեղավոր լինում։ Իսկ մի փորձեք ինչ-որ բան ապացուցել։ Այդ ապացույցները դատարանին են պետք։ Ինչ կարևոր է, կհավատամ ես ձեզ, թե չէ։ Կարևոր չի։ Կարևոր է։ Պետք է, որ հավատաք։ Արամիս ընկերը շատ կարևոր վկա ունի։ Տեղեկությունները հավաքել։ Այդ վկան կապացուցի, որ իմ տղեն անմեղ է։ Ի վերջո դուք չեք ուզում ձեր տղայի մարդասպանին գտնեք ու պատժված տեսնեք։ Բոլորից շատ հենց դա եմ ուզում։ Իսկ այդ վկան ուր է։ Շուտով ստեղ կլինեն։ Արթուրը, Արամիս ընկերը, գնացել է, որ բերի։ Տեսնենք։ Ես գիտեմ, իմ տղեն մարդ չէր կարող սպանել։ Էն էլ Արփի աղբորը։ Էն Արփի, ում համար կյանքն էլ չէր խնայի։ Հավատացեք, ես էլ շատ կուզեմ, որ ձեր տղան մեղավոր չլինի, որովհետև Արամի արարքի ողջ ծանրությունը մյուս երեխայի սուսերին է, հասկանում ես։ Ես հասկանում եմ։ Հասկանում եմ, որ այս խոսակցությունը ձեր համար ծանր է։ Ծանր չի, խոսելն էլ ծանր չի, պարզապես շատ ծանր է գիտակցելն ու ընդունելը, ես կատարվածի, ես ես դահլիճում հասկացա, նոր հասկացա, ես կատարվածի ամբողջ ծանրությունը աղբեր ջան, ես դահլիճում հասկացա։ Էլ չեմ ուզում շարունակել։ Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Խնդրում ենք փորձել։ Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ Ինչ եղավ այդ տղան։ Ինձ այդքան համոզեց ու ինքը չկա հիմա։ Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Խնդրում ենք փորձել մի
Արամը ինչ ասեց ձեզ ձեռքի վնասվածքի հետ կապված, թե որտեղ է վնասել։ Ասեց, որ մեքենան սարքելուց է վնասել։ Իսկ նա ասել է, որ Սոնայի տանն էր։ Չէ։ Աստորեն, Արամը օրվա մեջ մի քանի անգամ սպել է։ Դուք սկսում եք արդեն ենթադրություններ անել։ Խնդրում եմ առանց ենթադրությունների։ Արփի, ես ամենի քո պատճառով փտելու ես դու բանտում։ Արփի, մի բան արեք։ Էդգար, մի բան արա։ Քեզ ինչ եղավ, Արփի։ Լավ չես, Արփի։ Չդիմացավ, Արփին, չդիմացավ։ Արփի, ուզում ես քեզ տուն տանեմ։ Չէ, պապ, Արլանից ներքևում սպասում է ես։ Հա, կզանգես ինձ։ Հա, Լավ, գնա։ Հանգիստ գնա։ Ես լավ չեմ Անիտա, էլ չեմ կարողանում դիմանալ։ Ուզում եք տուն գնալ։ Տասը րոպե ընդմիջում։ Արամ։ Ես ասել էի վկա, ուրեմն ինչի չկա։ Զանգում եմ անհասանելի է։ Չգիտեմ ինչ է կատարվում։ Ես չեմ հասկանում հիմա ինչ անեմ։ Երևի վկան է ուշացել, դրա համար էլ Արթուրը մինչև հիմա չկա։ Հա բայց ինչի է անհասանելի։ Էդ ինչի վատացար։ Վատացար, որ դրա դեմ վկայություն չտաս։ Արնո չես տեսնում, որ լավ չէ։ Չէ, չեմ տեսնում։ Քո բոլոր արդարացումները սկսում են լավ չեմով։ Լավ չես նրա համար, որ աղբերը տա սպանվել, թե կյանքիդ իմաստին են դատում։ Արնո վերջացրու։ Պատասխանիդ եմ սպասում։